Հալելույա։ Մենք քո ներկայության մեջ կխոնարհեցնենք մեր անձերը, մեր Աստված։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու այստեղ ես քո Սուրբ Հոգիով։ Մենք կպատվենք քո ներկայությունը։ Ով ականջները ստեղծող Աստված, մենք շնորհակալ ենք, որ դու կլսես մեր աղոթքը։ Խաչված բայց հարություն արած ողջ թագավոր Փրկիչ եւ Տեր Հիսուս, մենք կպատվենք քո ներկայությունը մեր մեջ։ Մենք կհայտնենք գոհություն, մեծարանք եւ երկրպագություն միայն քո անվան։ Եվ մենք շնորհակալ ենք, որ ամեն ժամանակ երբ կաղոթենք, դու կխոնարհեցնես քո ականջդ եւ կլսես մեզի Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս։ Եկեք արժանի փառք տանք մեր Տիրոջ։ Ողջ պարկը, ողջ զորությունը, արքայությունը։ Հավիտյան քեզի է փառքը Տեր։ Ողջ պարկը, ողջ զորությունը։ Հավիտյան քեզի է զորությունը։ Ողջ պարկը, ողջ զորությունը, արքայությունը։ Ողջ պարկը, ողջ զորությունը, արքայությունը։ Ողջ պարկը, ողջ զորություն, արքայությունը։ Ողջ պարկը, ողջ զորություն, արքայությունը։ Ողջ պարկը, ողջ զորություն, արքայությունը։ Հալելույա մեր Աստված։ Քեզի է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյան։ Մենք շնորհակալ ենք, որ դու այստեղ ես։ Մենք կհանձնենք այս օրը, այս ժամերը քեզի եւ գսենք, ահա քո ցերկերու մեջն է մեր անձերը, ինչ որ գուզեսր է Տեր Աստված։ Քո կամքդ որ բարի, կատարյալ եւ հաճելի է, թող այսօր մեր մեջ լա եւ ամեն ժամանակ թող մեր մեջ լա։ Քեզի կանցնենք այսօրվա մեր ժամերը։ Դու գիտես ամեն մեկուց սրտի խնդրվածքը ինչ աղոթներով եկեր է ով Աստված եւ ինչպես որ հիմա երկեցինք դու մեր աղոթները լսող Աստված ես։ Դու մարդուն սրտի խնդրվածները ջանցող Աստված ես։ Եվ դու այսօր այստեղ ես քո փառքդ հայտնելու մեզի բժշկելու հիվանդին, ազատագրելու քերին եւ մխիթարելու սքավորին։ Եվ քո փրկությունը հայտնելու բոլորիս։ Ասիգա է քո գամքդ եւ քո գամքդ օրտնյալ է, թող ինչպես երկնքի մեջ, այնպես էլ երկրի վրա այսօր մեր մեջ քո գամքդ կատարվի։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Եկեք զորավոր ծափարենք։ Փառք քեզ Հիսուս, դու արժանի ես։ Ամեն, ամեն, ամեն։ Հալելույա։ Արժանի ես Տեր, քոնն է ողջ փառքը, զորությունը եւ արքայությունը։ Հալելույա։ Ամեն։ 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 Հրամեցեք նստեցեք Աստծո քաղցր, զորավոր
եւ փառքով լեցուն ներկայության մեջ եւ Աստվածորդնեց էզի շատ սրտան շնորհակալություն գահիտնեմ մեր Տիրոջ այսօրվա համար այս ժամերուն համար դարսելարի տունին իրար հետ հավաքվելու բարձրացնելու մեր ցերկերը ասելու փառքես դեր քոնն է ողջ փառքը զորությունը եւ արքայությունը ըստ Աստծո խոսքին որ ճշմարիտ է օրը հավիդյան Աստծո զավակները հավիդյան պիտի անդադար փառապանեն Տիրոջը բայց ինչ լավ է որ երկրենը սկսած է արդեն փառապանությունը եւ երկրվակությունը Տիրոջ ամեն կպատկերացնեք օրը հավիդենության մեջ միամիտ երկրվակենք մեր Տիրոջը իր քաղցր ներկայության մեջ հալելույա այսօրվա խոսքը գուզեմ որ հարցումով սկսիլ եւ գուզեմ որ տուն հարցումին պատասխան դաս արագ կհարցնեմ բայց երեսիդ նայելով պիտի գիտնամ այոտ ոչդ հարցումներն բոլորը գուզես ազատելալ մեղքերդ գուզես ազատելալ անեցներեն գուզես ազատելալ խավարեն գուզես գիտնալ ազատության ճանապարհը այսօրվա խոսքի վերնակիրն է ազատության ճանապարհը մեզի համար կա ազատություն ինչ են խավարեն մեղքերեն անեցներեն մեր Տերը հաղթեց խավարին հալելույա ամեն բոլոր ամեն աղաղագող ժողովուրդը Հիսուս կսե ով որ կհավատա կտեսնե Տիրոջ փառքը իմ խոսքերը շեն Հիսուս կսե կտեսնես Տիրոջ փառքը եթե հավատաս ամեն ազատության ճանապարհը գա ճանապարհը որ կտանի մեզ ազատության ամեն այսօրվա խոսքը եկեք սկսենք կարդալ Ղուկաս ավետարան 6-րդ խոսքեն Փառքես Հիսուս Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 17-րդ խոսքեն ամեն գետրոացումը տողլա Աստծո խոսքին վրա միտքդ սիրտդ ամեն գետրոացումը տողլա Աստծո խոսքին վրա Գյանքիդ մեջ հարցեր ունիս Աստծո խոսքը հարցերուդ պատասխանն է ամեն ուրեմն գարտանք միասին անոնց հետ իջնելով դապարակ դեղը գայնեցավ նաև իր աշակերտներուն ժողովը ու մեծ բազմություն ժողովուրդներու բոլոր Հրեաստանեն ու Երուսաղեմեն եւ Դյուրոսի ու Սիդոնի ձով զերքեն որոնք եկան անոր խոսքերը մտիգնելու լսեցեք ուշադիր իրենց հիվանդություններեն բժշկվելու եւ բիղձ ոգիներեն նեղություն գրողներն ալ եկան ու բժշկվեցան եւ բոլոր ժողովուրդը գուզեր իրեն տպչիլ վասնզի զորություն գելեր իր մե ու ամենքը կբժշկեր սիրեներ ասի մեկ օրինակ մնե մենք կտեսնենք Աստվածաշունչի մեջ շատ դեղեր գսե ամփոխ ժողովուրդներ գուզեմ մտածես գսե հոսնայեցեք լեցում բազմություն վրայի մակուրայրենով եւ գսե գուքային եւ գսե Հիսուս կբժշկեր իրենց հիվանդությունները եւ անոնք որոնք բիղձ ոգիները նեղություններ կգրեին չար հոգիներու աստեցության տակ էին ինքը կբժշկեր իրենց եւ ազատ կարձակեր ոչ մեկ ադեն Հիսուս ոչ մեկ հիվանդի չմերժեց, ոչ մեկ չար հոգիով բռնված տանջանք կրող ոչ մեկուն չմերժեց։ Եթե միայն գուզես գիտնալ Աստվածաշունչի մեջ մեկ դեղը գարդահայտվի Աստծո խոսքը, որ Նազարեթի մեջ Հիսուս չի գրծավ շատ հրաշքներ նշաններ անել անհավատության պատճառով ժողովրդին։ Նորեն ոչ թե ինքը չուզեցնել, այլ ժողովուրդը իրենց անհավատության պատճառով արգելք ծրած էին, բայց նաև գրված է այդ քաղաքի մեջ շատ քիչերն են որ բժշկեց եւ շատ քիչ հրաշքներ նշաններ եղավ։ Հիսուս Քրիստոսը ոչ մեկ ադեն չմերժեց ասելու բժշկվիր, ազատ եղիր քու գաբանքներդ, մեղքերը քեզի համար չեն։ Մարիամը եկավ, որ 7 թև ուներ իր մեջ բժշկվեցավ։ Իրեն մեջ շատ գիներ, տղամարդեր բժշկվեցան, ազատագրվեցան։ Ինչու ասան կսկսա իմ խոսքս։ Գուզեմ լավ գետրոնանաս։ Ասան կսկսա խոսքս, որ սկսենք ադեղեն, որ ոչ մեկ բաժար չի գա Տիրոջ արչև, որ ինքը մերժե քեզի բժշկել կամ ազատագրել։ Գան բաժարներում մասին եթե խոսենք, գրնանք շատ խոսիլ։ Բայց անգախ ամեն բաժարները անգախ ամեն իրավիճակները Տիրոջ կամքն է
որ մենք լանք ազատ ամեն տեսակ թիվային ներկայություն է եւ լանք բժշկված նաեւ մեր ցավերն եւ վերքերն։ Գուզեմ լավ լսես։ Ասի է դիրոջ կամքը սկիզբը մինչև վերջ։ Հետո մարդկության մեջ ինչ բաժարներ կա եւ բաժարները շատ են, մեղք, անհավատություն եւ այլն, արգելքներ են ասոնք Աստծո առջև, բայց երբեք Աստված ինքը օրը չսավ ես չեմ գամենար քո բժշկվիլդ, քո ազատագրվիլդ։ Ադորամար ասանք սկսանք, որովհետեւ այսօր պետք է քո հավատքդ բարձրանա նախքան աղոթքի կասոս։ Բժշկողը Հիսուսն է, Աստված է։ Մենք բարձավես կաղոթենք քեզի համար։ Եվ ոս գրված է Հիսուս կբժշկեր եւ չար ոգիներ են գազադեր մարդոց։ Եվ գուզեմ քեզի հստակ ասել, որ Հիսուս Քրիստոսը գարտալով ավետարանը կտեսնենք, որ իր այն իշխանությունը, որ ուներ հորմեն, որ ինքը Սուրբ Հոգիով կբժշկեր եւ գազադակրեր, այդ խոստումը տվավ իր աշակերտներուն։ Ասավ ամբողջ իշխանությունը եւ երկնքի եւ երկրի վրա իմն է։ Հիմա ես ցեզի գուտամ, քացեք եւ այդ իշխանությունով թուգալ շարունակեցեք այդ գործը, որ ես սկսա։ Բոլոր ավետարանը կվգայա ճշմարտության մասին, որ Աստված Հիսուս Քրիստոսի զոհով ծնավ եկեղեցիմը, որուն դժոխքին դռները չի գրնար հաղթել իրեն, եւ այդ եկեղեցին գոչվեցավ ժողովուրդը, որուն վրա գա Հիսուս Քրիստոսի անունը։ Ոչ մեկ հարանվանության մասին չի խոսիր, ոչ մեկ անունի մասին չի խոսիր։ Հիսուս Քրիստոսն է գլուխը եւ բոլոր անոնք, որ իրեն կհավատան։ Եվ այսպիսով շատ կարեւոր է սիրելիներ, որ դուք գիտնաք, հենց ինքը Հիսուս Քրիստոսն է շարնագողը, որ ինքն է կբժշկե, կազատագրե։ Բարձավես այսօր եկեղեցին վրա, Աստծո ծառաներուն վրա Աստված դրած է այն օծությունը եւ տված է այն բարգեւները, որ իրենց միջոցով հոսին ադիգա, բայց ինքն է բժշկողը, ինքն է ազատագրողը եւ ինքն է ամեն ժամանակ արժանի փառավորվելու հավիդյան։ Ինքն է եւ միայն իր անունն է արժանի փառավորվելու։ Ամեն։ Կուգյանքիդ մեջ ոչ մեկը Աստծո դեղի իրավունք չունի գրավելու։ Դու նալգանչված ես օրտնված եւ ուրիշներուն համար օրտություն դառնալու համար։ Ամեն։ Հալելույա։ Ասի ես սկսեմ ինչու գիտեք, որովհետեւ այսօր մենք կտեսնենք այնպիսի իրականություն աշխարհի մեջ, որ լալով Աստծո զավակներ, ծառայելով Տիրոջը եւ Աստծո ծառաներու միջոցով եղած Աստծո մեծամեծ գործերն ու զորությունները այսօր դժբախտաբար կտեսնես մարդիկ իրենց հայացքը գուղեն Աստծո ծառաներուն վրա, ինչ որ հեղինակություն մը գտարնա մարդը մարդոց համար, որովհետև իր միջոցով հրաշքներ նշաններ գլա, բայց իրենք կմոռնան այն բժշկին, որ ինքն է որ կբժշկե եւ միայն ինքն է արժանի առնելու փառք։ Ադորամար բոլորս Աստծո զավակներն ենք եւ բոլորս հավասար կուտանք արժանի փառք իրեն։ Ամեն։ Մենք կհարկենք եւ կբադվենք իրար։ Մենք մեկս մույսին բարգևները կհարկենք։ Ոչ մեկը իմ նման չէ այստեղ։ Դու հադուկ ես, ես ալ հադուկ եմ։ Մենք կհարկենք եւ կբադվենք իրար, բայց մենք միասին կփառավորենք Աստված։ Ամեն։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Որովհետեւ ես ասիգա այսօր գսեմ որ իմակվն է, որովհետեւ ես գիտեմ որ ինչու գսեմ որ եւ հավատացած եմ։ Մենք քիչ վեր ժամանակ պիտի դրամատրենք եւ աղոտ պիտի դնենք եւ պիտի տեսնենք Աստծո հրաշքները եւ նշանները, պիտի տեսնենք հիվանդությունները բժշկված, քերիները ազատագրված, ինչպես որ կտեսնենք, պիտի շարունակենք տեսնել, բայց ասիգա կարևոր ներազություն էր, որբեսի քո սիրտդ միշտ աբահովը լա, որբեսի քո սիրտդ միշտ փառք տա Տիրոջը։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Եկեք կարդանք երկրորդ համարը առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 22-րդ խոսք։ Մինչև հիմա ներազություն մներ շատ կարևոր, որ քեզի կուտա աբահովություն եւ կբարձրացնե քո հավատքդ։ Բայց հիմա պետք է մտնենք խոսքին մեջ եւ սերդենք Աստծո խոսքը եւ տեսնենք ինչ է Աստծո գամքը մեզի համար։ Հետս համաձայնեց, որ մենք որպես մարդիկ չգիտնալով Աստծո գամքը, ինչպես որ Աստված գսեց չունենալով իր գիտությունը, գմոլորինք եւ շիդակի ինչ է եւ շիդակ ինչ քայլ պետք է առնենք չենք գիտեր շատադներ եւ ուրիշ բան ասեմ ինչի մի հավատանք չենք գիտեր շատադներ հիվանդ եմ ինչին հավատամ որ պիտի բժշկվեմ ասինչ հարց ունիմ ինչ է ադոր բադասխանը ինչ է ադոր մե ելքը ինչ է ինձ համար ադորամար Աստծո խոսքն է որ ջանաբար
կպատրաստե, որ մենք սորվինք ինչն է իր գամքը։ Եվ այսօր մենք կխոսենք իր գամքի մասին։ Եվ եկեք հետաքրքիր խոսքը գարտանք, որ շատ լուրջ արտահայտություն մնա Աստծո խոսքեն։ Ամեն տեսակ քեշ բաները յետ գեցեք։ Որու կխոսի գիտես։ Քեզի, ինձի։ Ամեն մարդ արարածի որ կփանա կգարտա իրեն կխոսի։ Ամեն տեսակ քեշ բաները յետ գեցեք։ Ով բոլոր ժողովուրդները, ասկերը եւ ցեղերը եւ լեզուները, որովհետեւ Հիսուս Քրիստոսը բոլորին համար է։ Ինքը խաղաղության Աստվածը ցես բոլորովին սուրբն է ու ցեր բոլոր հոգին գուզեմ լսես կշեշտեմ որ հիմա 3 բան ցեր Աստվածը սուրբն է ու ցեր բոլոր հոգին մեկ եւ շունչը ու մարմինը անարատ բահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսին քալու ադենը դուք չեք կրնալ պատկերացնել ինչ հայտարարություն էր Աստծո խոսքի մեջ ասի եւ կշարունակեմ շատ կարեւոր է շարունակությունը հավատարիմ է ան որ ցես գանչեց որ պիտի գադարեալ ինչը պիտի գադարե վերի գրված խոսքը դուք չեք կրնալ պատկերացնել որքան մեծ իմաստ ունեցող եւ խորունկ արտահայտություն մնա Աստծո խոսքի մեջ այս համարը լսեցեք խոսք մնա որ Աստծո ամբողջական գամքը գահիտնե գսեմ որ ամբողջական իր գամքը գահիտնվի այս խոսքին մեջ ինձ եւ քեզի համար եւ այս խոսքը ամբողջական գամքը ինչպես գահիտնե Աստծո առանց մանրամասնության ընդհանուր ամբողջական գամք նայր ինչ կսե մինչև Քրիստոսի քալուստը գսե ծեր հոգին շունչը մարմինը անարատ բահեցեք ուրիշ բարերով Աստված գսե իմ գամքն է իմ ժողովրդին համար որ մինչև աշխարհի վերջը Քրիստոսի քալուստը իմ ժողովուրդը իր հոգիով իր շունչով եւ իր մարմնով անարատ լա մաքուր լա սուրբ լա ազատ լա լսեցեք շատ լուրջ բան է ասի ասե դες մինչև Քրիստոսի քալուստը այսինքն ուրիշ բարերով մինչև աշխարհի վերջը եւ Աստծո խոսքս է որ մինչև Քրիստոսի քալուստը այդպես եղեք եւ Աստված գիտե եւ իր խոսքի մեջ գկրե եւ ինքը գիտե ինչ պիտի լար վերջին ժամանակներուն որչափ ավելի պիտի մոլորեր այս աշխարհը Աստծո ջամփաներեն շեղեր որչափ բղծությունը պիտի շատնար որչափ անօրենությունը պիտի շատնար արդեն մենք երկրի մեջ գաբրինք որ շատ գրնանք հաշվել ադոնց մասին բայց կան երկիրներ որ ուրիշ մագարտակ է արդեն անօրենությունների ու բղծությունների մեջ են այսօր գրնաս լույսով փնտրել չէ ընդհանուր աշխարհի վրա սուրբ ընտանիքները բայց Փառք Տիրոջը մեր Տեր Հիսուս Քրիստոսը անդադար կգործե իր հոգիով եւ իր եկեղեցիի միջոցով եւ կյանքեր կփոխե բայց ես ինչս էլ գուզեմ որ սիրեներ երբ որ Աստված իր խոսքի մեջ գսե մինչև Քրիստոսի քալուստը ձեր անձերը անարատ բահեցեք այսինքն ուրիշ բարերով ինքը ասել գուզե որ Աստված մեր գողքին է որ հագարակ ամեն իրավիճակներուն հագարակ մեր շուրջը որչափ բղծվի ինքը մեր գողքին է մեզի դալու այն շնորհքը որ մենք մնանք անարատ հոգիով շունչով եւ մարմնով շատ լսերեք ասարդայդությունը եթե դու մանավանդ եթե մարդ ես որ փորձեր ես Աստծո խոսքը ուրիշին դալ դու շատ լսեր ես ասարդայդությունը շուրջս ասանք է ինչպես ասանք կյանք ապրիմ շուրջս ասչափ աղդոդություն գայես ինչպես չիպամպասեմ իրենց հետ ես գասկնաս ինչպես ես մնամ այդ մաքուրը ասխավար աշխարհի մեջ ասբիղձ աշխարհի մեջ լավ լուր Աստված գսե ինքը հավատարիմ է եւ ինքը կգադարեալ այն խոսքը որ մեզի իսավ ես քեզի այսօր եկա ասելու քու հոգիդ շունչդ եւ մարմինդ մինչև Քրիստոսի քալուստը մեր Աստված մեր հետ է որ մենք անարատ մնանք հիմա որ գխոսեմ որ հավատացեք բան մասեմ ցեզի սիրտս ասանք մաքուր գրագի մեջ է որ եւ որ ասանք գխոսեմ որ եւ գմտածեմ որ
որ երդասարտներու ամփոխը, որ սուրբ են իրենց հոգիով, շունչով եւ մարմնով, ընտանիքներու բազմությունը, որ իրենք սուրբ են իրենց հոգիով, շունչով եւ մարմնով, կպատկերացնես։ Մենք միշտ գրնալալ երկնքի մասին մտածենք, երբ ասանք խոսենք, լսե ինձ։ Կանին գիտենք երկինքն է, որ սուրբ է, անարատ է, բայց Աստված գսե երկրի վրա մինչև Քրիստոսի քալուստը իմ ժողովուրդը իմ ներկայության մեջ կրնա անարատ ապրել։ Իր հոգիով, շունչով եւ մարմնով։ Հոշի խոսիրադոր մասին, որ փորձություններ եւ հարցակումներ չի գա ծեր վրա, բայց ամենակարող Աստվածը, որ իր հոգիով մեր հետն է, եւ եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հագարակ։ Հալելույա։ Հալելույա։ Եթե Աստված քու գողքին է, որ դու այս բիղձ աշխարհի մեջ ապրիս անարատ, եւ բադահական չէ, շատ սիրեցի, 3 բնակավայրներու մասին կխոսի՝ հոգի, շունչ եւ մարմին։ Որտեւ դժբախտաբար շատադեններ այս 3 հատ հավասար չեն լար մեր կյանքերում մեջ։ Մենք կրնանք շատադեններ մաքուր հոգի ունենալ, բղձված միտք ունենալ։ Գիտես, շատադեններ մաքուր միտք ունենալ, մեր մարմինները կրնանք բղձել, բայց եւ որ այս 3-ը հաջիս կրնաս մտածել, Աստծո ժողովուրդ, մեզի դիտողներ, մտածե։ Կյանք, որ ինքը անարատ է, հոգով, շունչով եւ մարմնով։ Ինչու կշեշտեմ, որ անարատ բառը ասեմ քեզի։ Որտեւ եթե տուն, ասի շատ լավ լսե հայտարարությունը կարևոր։ Եթե տուն անարատ պիտի լաս, ուրեմն ազատ պիտի լաս գեղդերեն, աղդոտություններ են, մեղքեր են։ Ճիշտ եմ կամ ոչ։ Եթե Աստված գսե որ անարատ, ուրեմն ազատ։ Ազատ խավարեն, ազատ Աստծո սիրտը խառնող ամեն մեղքերեն եւ գախարտություններեն եւ սատանայական ամեն գործերեն ես պետք է ազատ լամ որ անարատ լամ Աստված իր խոսքով գսե որ այո գրնաս լալ որովհետեւ Քրիստոսը խաչին վրա վճարեց ադորքինը հալելույա 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 մենք հավատքով գհրճագենք մեր Տիրոջ կամքը եւ իր խոսքը գիտես ով որ հավատքով կբռնե իր խոսքը կտեսնե իր փառքը Եվ ես կուզեմ որ հավատալ, որ այստեղ հավատացող ժողովուրդ կա։ Հավատացող ժողովուրդ, հոս, հալելույա, հալելույա, ամեն։ Եվ այսպիսով, դուն կարևոր հայտարարությունը լսեցիր այսօր։ Թող կյանքիդ բոլոր օրերում մեջ միտքդ մնա աս խոսքը։ Ուրալ երտաս, ինչ միջավայրի մեջ ալլաս, որ մեկ երգիրը օրը երտաս, կսկամ որ մարգարեական է, որ մեկ երգիրն օրը երտաս, ինչ երալ դեսնես, ասի մարդայությունը, որ Աստծո խոսքն է միշտ թող մնա քու հետ։ Աստված հավատարիմ է, որ քեզի բահ է անարատ, քու հոգիով, շունչով եւ մարմնով, բարձաբես իր հետ եղիր։ Իր հետ մնա։ Ով ասավ որ մեր աչքերը շատադեններ ուզեն չուզեն չեն տեսներ որ աղդոտ բաներ։ Ով ասավ որ ժամանակ պիտի կա, որ ալ ավելի պիտի ելեք ու կոնտրոլետ, որ քու աչքերդ ինչին նային։ Դու փողոցը պիտի գալես, փողոցը կալածադենդ պիտի տեսնես եւ կտեսնենք կոր շատ բաներ, բայց Ինչն է բարի լուրը։ Ես խավարի մեջ եմ, բայց ազատ եմ, լույս եմ, հալելույա։ Ամեն։ 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 Այո, գարժե մեր Աստված իր խոսքին համար ծափարվի։ Դու պատկերացնես ինչ է ասածս, որ դու գաս խավարի մեջ, բայց լույս ես։ Բոլոր քեզի հանդիպողները իրենք կնմանվին քեզի եւ ոչ թե հագարակը։ Լսեցեք ինձ, սիրելիներ։ Ոչ թե խավարն է, որ ունի զորություն լույսին վրա, այլ լույսը ունի զորություն։ Դու այս երկրի մեջ ես։ Դու այս երկրի մեջ ես։ Շուրջդ բղծություններ է, բայց Հիսուս Քրիստոսը ասավ ես եմ այս աշխարհի լույսը։ Եվ հետո ասավ եկավ լույսը, բնակվեցավ ձեր մեջ։ Ես կուզեմ որ դու ասի հավատքով ընդունես, որովհետև այսօր լսեցեք սիրելիներ կարևոր, որովհետև այսօր եւ որ մարդկությունը, եւ որ մարդ արարածը իր արարիչին կամքը ամբողջական չի ճանչնար ինքը գրնա գիսատ ըլլա իր հավատքով շատադեններ տուն բաներ գնես եւ գարտարացնես տուն քեզի որ մենք մարդ ենք եւ տուն գիշնես զոհի գարկավիճակին բայց Քրիստոսը արույն թափեց որ տուն հաղթողի գարկավիճակի մեջ լաս եւ ոչ թե զոհի ամեն ասի է իմ եւ քու ժառանգությունը Պատկերացնես ինչ լավ լուր է։ Դու համաձայն ես որ ամեն անգամ որ ավետարանը գլսես լավ լուր է։ Իր անունը լավ լուր է։ Ամեն տեղ ինչ ասես լուրեր գա։ Շատադեններ գեղձ բարի լուրեր արգան, բայց ո՛ս ճշմարիտ լուրը գա։
Ճշմարիտ լուրը եւ ոչ մեկ լուր չի գտնար ավելի իրական լալ քու կյանքին համար, անցամ կխոսեմ որ քու քան ովևէ մեկ լուր։ Ամեն։ Հալելույա։ Այսպիսով Աստծո ժողովուրդը գանչված է լալու անարատ հոգով, շունչով եւ մարմնով։ Շարունակենք։ Հովանես ավետարան 8-րդ գլուխ։ Հովանես ավետարան 8-րդ գլուխ 31-րդ խոսք։ Թեպ մնե որ իրար հետ պիտի գարտանք, իրար հետ պիտի խոսենք, թեպ մնե որ շատ կարևոր է որ բացահայտենք եւ տուն հասկանաս բամը, որ հрьяաներուն հետ եղավ։ Հովանես 8-րդ գլուխ 31-րդ խոսք։ Հիսուսը շրջապատված իրեն հավատացողներուն հետ, իրենց ինչ կնե գսորվեցնե Աստծո խոսքը։ Եվ նայեցեք ինչ կսե։ Այն ադեն Հիսուս իրեն հավատացող հрьяաներուն ասավ. Եթե դուք իմ խոսքից մեջ գենաք, ճշմարտաբես իմ աշակերտներս կլաք։ Եվ ճշմարտությունը պիտի գիտնաք, ու այն ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Շատերու զանոթ խոսք է, չէ՞։ Ճշմարտությունը գլսեք, կգիտնաք եւ ցեզի ազատ կարծակե։ Բայց ամբողջական խոսք եւ որ կգարտանք, բամը գախաղելիք լուրջ։ Նախ եւ առաջ գսե իրեն հավատացող հрьяաներուն հետ, որոնք իրեն գեհդեվեին գոր։ Եվ Հիսուս ոսսավ սորվեցնել բամը, լսե։ Եթե դու բեք չունիս ինչին համար խոսի արդեն։ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, ամեն ինչ որ խոսեցավ, որովհետեւ մենք պետք ունեինք սորվելու այդ ամենը։ Եվ իր շուրջի հрьяաներուն եւ ինձ եւ քեզի հիմա նույնը։ Գսե դուք ճշմարտությունը կգիտնաք եւ ճշմարտությունը կազատե ցեզի։ Հիմա բադասխանը շատ կարեւոր է հрьяաներուն։ Նայեցեք ինչ ավ։ Բադասխան դվին իրեն։ Մենք Աբրահամին սերունդն ենք։ Ու երբեք մեկուն չծարայեցինք, դու ինչպես կսես թե ազատ պիտի ելնանք։ Եթե չի հասկացար, լավ գլա ավելի խոսենք։ Հрьяաները գիտես ինչ թիրքի մեջ գեցան։ Այն թիրքի մեջ որ լսե վարդապետ, իրեն վարդապետ գանչեին, չէ՞, ասանք։ Մենք Աբրահամի սերունդն ենք։ Քանի որ հрья ժողովուրդը խոստումի ժողովուրդն է, չէ՞, Աստված իրական խոստացավ Աբրահամին իրեն սերունդներ դա եւ իրեն ցգոչվի։ Հիմա այս մարդիկը գսեն, լսե վարդապետ, մենք Աբրահամի սերունդն ենք։ Մենք երբեք չծարայեցինք մեգումը։ Լսեցեք շատ ֆիզիկական կմտածեն որ նաեւ Հիսուսը եւ իրենք կսեն ինչպես դու գսես ազատ պիտի ելնանք։ Քիծար ինչ եղավ։ Իրենք չեն գիտեր որ իրենք բաներ կա որ պետք է ազատվին, բայց իրենք լուր չունեն։ Եվ Հիսուսը եկած է հայտնելու իրենց որ բաներ կա, լսեցեք ինձի, դուք պետք է ազատվիք։ Եվ Հիսուսը հեչ պատահական չէր որ իրենց կխոսեր գոր, որովհետև ինքը գիտերալ ինչ պատասխան պիտի տային։ Լսեք ու ինչպես եկերես մեզի գսես որ պիտի ազատվենք, չէ որ մենք բան մչունենք ազատվելու։ Ադորամար այսօր այս նույն բադահածը ժողովուրդներում մեջն է, ասկերուն մեջն է։ Շատ իմ կյանքից մեջ եղած է եւ քու կյանքիդ մեջ։ Եղած է որ տուն եղած ես իրավիճակի մեջ եւ տուն չես գիտած որ ատկե պետք է ազատվես։ Երդասարդ տարիքետ լսե ավոր բամը գսեմ գոր։ Երդասարդ տարիքետ չղայն եղերես։ Եվ ամեն ժամանակ լսեր ես քու ծնողքեն, որ ասորա բնավորությունը ասե։ Եվ դու չես գիտած որ ոչ, ադի բամենը որ դու պետք է ազատվես, ադի նորմալ մարդու Աստուծո ստեղծած նորմալ մարդու բնույթը չէ։ Դու չես գիտեր որ պետք է ազատվես։ Քեզի միշտ սերեն ասորա բնավորությունը ասանք է։ Ասի ամենաբարձ օրինակը դվե, օքեյ։ Բայց գրծար հասկանալ։ Եվ ասրյաները գեցանասին ինչ եմ միտ ազատվենք մենք։ Ադոր համար Աստծո խոսքը Աստծո գիտությունն է, որ մենք գիտնանք ինչը մեզի կպատկանի, ինչը մեզի չի պատկաներ։ Բայց հիմա գրնանք շարունակել իրար հետ։ Հիսուսը պատասխան գուտա իրենց։ Եվ Հիսուսը կբացահայտե, գուզեմ լավ լսես։ Հիսուսը կբացահայտե իրենց պատասխանին արչև, թե իրենք ինչ են պետք է ազատվին։ Եվ եկեք կարդանք։ 8-րդ գլուխ 34-րդ խոսքեն կշարունակեմ։ Իրենք ասին, մենք ինչ են ազատելանք, Հիսուս ալ պատասխանեց։ Հիսուս պատասխան տվավ անոնց, ճշմարիտ գսեմ ցեզի, թե ամեն ով որ մեղք կգործե, անիկա մեղքի ծառայ է։
եղած խոսակցության արչև պատասխան լսե։ Ըսե հետս մեղքի ծարա։ Հիսուս լսելով իրենց, որ մենք ինչ են ազատ պիտի լինենք, մենք Աբրահամի որդի ենք, լսելով իրենց ասավ լսեցեք, ճշմարիտ կսեմ ձեզի, ով որ մեղքին գծարա է, ինքը մեղքին ծարան է։ Դուք որ գսեիք որ ուրիշ բարերով, մենք մեկումը չի ծարայեցինք, մենք Աբրահամին սերունդ ենք, մենք մեկումը քերին չենք, ինչպես կսես որ մենք պիտի ազատվենք, Հիսուսն պատասխան կտա գորսելով, լսե, ճշմարիտ կսեմ, եթե դու մեղքի ծառա ես, եթե դու մեղք կգործես, մեղքի ծառա ես։ Եվ շարունակության մեջ նայեն ինչ կսե։ Եվ ծառան դանը մեջ հավիդյան չի մնար, բայց որդին հավիդյան կմնա։ Ուստի եթե որդին ցես ազատե, ճշմարտաբես ազատ պիտի ելակ։ Ով է որդին։ Հիսուս Քրիստոսը։ Եվ դու կսկացիք ճշմարտությունը ինքը որդին գեցած գխոսի այն բանի մասին, որ իրեն կպատկանի։ Գսե եթե որդին ցեզի ազատ է, սիրելիներ, դուք ճշմարտաբես ազատ պիտի ելակ։ Դուք լուր չունիք, որ դուք ազատվելու գարիք ունիք։ Ես եկած եմ ցեզի հայտնելու, որ դուք ազատության գարիք ունիք։ Ինչեն, եթե մեղքին գծարայեք կոր, եթե մեղքը կորզեք կոր, ուրեմն մեղքի ծարայեք։ Եվ Հիսուսը ուրիշ բարերով հոս հայտնեց իրենց, որ դուք ազատվելու գարիք ունիք, որովհետև դուք անունով Աբրահամի սերունդ եք, բայց ծարայություն չգներ որ Աստծո, այլ մեղքին։ Այսինքն դուք չարին ստրուկն եք, պետք է ազատեմ ցեզի։ Սկսավ աչքերը բանալ, ինչ են պետք ունիմ ազատվելու։ Դու պետք է ազատվես քո մեղքերդ։ Հիսուս եկավ առաջին աթամը, որ գործընծուց Աստծո գամքը, Հիսուս եկավ ասելու լսե, աթամ, դու չստեղծվար, որ մեղքին զուգագին մեջ ապրիս։ Դու ստեղծվար, որ ինչ ապրիս։ Անարատ ապրիս, ազատ ապրիս, քո հոգիով, շունչով եւ մարմնով։ Խնդրեմ եղբայրս կանավակ է։ Շատ կարևոր արտահայտություն էր ասիկա եւ շատ խորունկ։ Եվ գիտեք ինչ, հետաքրիր բան ասեմ ձեզի, Հիսուսը աս խոսքով գխայդարագե քարոզությունը, որ այսօր գա։ Այսօր ազատությունը կքարոզվի աշխարհի մեջ, որ Հիսուսը իր խոսքով ճշմարտությունը կհայտնի եւ կխայդարագի այդ քարոզին։ Ինչ է այդ քարոզը։ Ազատություն։ Երբ որ այսօր աշխարհի մեջ կխոսվի ազատության մասին, լսե ասի լավ։ Այսօր ազատությունը կքարոզվի գոր աշխարհով մեկ, որ գտանի գոր այդ ազատությունը սերունդներուն քերի դարձնելով մեղքին եւ ծառայության լուծիդակ կտնե գոր։ Այսօր մասին մտածեր եք, այսօր սերունդները ասքարոզության արդյունքով ցավալի է երբ գլսես ծնողը 18 տարեկանեն վերջ իր որդին վրա չունի խոսք։ Ինչու։ Որովհետև ինքը ազատ է, որովհետև ինքը ինչ կուզե գնե։ Լսեցեք սիրելիներ, Աստվածաշունչը կքարոզե ազատության մասին, բայց ոչ այդ ազատության մասին, որ գտանի մեղքի, այլ ազատության մասին, որ գազադե մեղքեն։ Այսօր մեր երդասարդ ցերունդները եւ աշխարհով մեկ ինգեր են թմրամոլության ծառայության դակ, ալկոհոլի ծառայության դակ եւ դեսակավոր մեղքերու, որովհետեւ իրենք ազատություն ունին ուզածին ունելու։ Հիսուս կսել լսեցեք, դուք ազատ չեք, եթե դուք ազատ չեք մեղքեն։ Հիսուս Քրիստոսը գուկա խորհուրդներ գահիտնե, գսե սիրելի մարդ արարած, հոգևոր ազատություն մգա որ դու ադոր պետք ունիս, եթե չունենաս, դու միշտ ստրուկ ես, որու ցերկերում մեջ խավարին։ Եվ ասի է բարելուր ինձ եւ քեզի համար։ Հիսուս Քրիստոսը եկավ եւ արավ խավարի ամեն իշխանությունը, որ դա ազատություն ինձ եւ քեզի, ազատություն եւ գսե, եթե որդին ցես ազատ է, դուք ճշմարտապես ազատ կլաք։ Ես հիմա ցեզի բան ասեմ, շատ ազատություն ուզող երդասարտներ կացին մտան բաներու մեջ, որ հիմա իրենք դիպրեսիոնի դակ են։ Շատ երդասարտներ անցնասպան եղած են, որովհետև օր մգարձեցին, որ իրենք ազատ են եւ ուզածին գրնան անել, բայց դարձան ծառա մեղքին։
եւ իրենց վերջը լավ չեղավ, կամ հիմա ընթացքին լավ չէ։ Բայց ես գոչ կնեմ բոլոր երիտասարդներուն Հիսուս Քրիստոսը ունի ցեզի համար ելք, որ ինքը վերջ տա ամեն խավարին եւ դա ցեզի լույս։ Հիսուս Քրիստոսը։ Այն մեկը որ գսե, եթե որդին ցեզի ազատ ընե։ Դուք կսկաք ինչ սելգուզեգոր հрьяաներուն, դուք սիրելի իրենց ես օրինակ ուտամ որ դուք սիրելի Աբրահամի սերունդ, եթե որդին իրեն մասին կխոսի գոր, եթե որդին չունենաք, դուք ազատ չեք կրնարել, որտեղ որդին է, որ պիտի վճարե ազատության քինը, որտեղ որդին է, որ պիտի վճարե ձեր ազատության քինը, որտեղ դուք հոգիով կապված եք, որու մեղքին, որտեղ դուք կսեք որ ասի ինչին նման եք գիտես, եւ որ մարդը գսե ես քրիստոնյա եմ, բայց ինքը կծարայե սատանային, ինչով, մեղքով, որտեղ որու կծարայես, որու կհնազանդիս, անոր ծարանես, բայց Հիսուս Քրիստոսը եկավ որ մեր անունը իր վրա գոչվի, որ նաև մենք իրեն ծարայենք, իրեն երկրբակենք, բայց գիտես ինչ կա տարբերություն, մենք կծարայենք մեր դիրոջը մեր ազատ կամքով, բայց անոնք որ կծարայեն խավարին իրենք ստրուկ են, դերը կանչեց մեզի ազատության մեջ, որ մենք մեր կամքով ուրախությամբ ծարայենք իրեն, բայց ես ձեզ ասեմ, միլիոնավոր մարդիկ այսօր դարձած են ծարան մեղքին, եւ ադոնց յետևը բադահականություն չգեցած, ըսե հետս բադահականություն, դերևս քիչ դժվար բարեչել է դա, ադոնց յետևը գեցած են Աստծո խոսքի համաձայն չար ոգիներ, որոնք եկած են մոլորեցնելու ժողովուրդները, ասկերը, մեր կյանքերը, որովհետև ամեն զարգը սեր բդուղեն գջանցվի Աստված, սրբությունը միան լսե, սրբությունը իմ եղբորս կյանքի մեջ միան Աստված կրնա բերել, իսկ բղծությունը չես կասկածիր, որ կրնա Աստուծո մեկալ միան չարեն գուկա։ Ադորամար ես ցեզի ասխոսքով ինչու ուզեցի խոսիմ, որ սիրելիներ, առաջին բանը, ամենակարևոր բանը, որ այնպեսի սիրտ ունենաս, որ բացը լաս Աստծո առջև, եթե դեղը ունիս, որ պետք է ազատվիս, չսես ես վաու մեգնեմ։ Որովհետև եւ որ դու չգիտակցիս, թե բաներ կա պետք է ազատվիս, ինչ են ազատվիս, չես մտածել ադոր մասին։ Ադորամար շատ կարևոր է Հիսուսին ըրածը հոս, ես կփորձեմ որ նույնը խոսիլ ցեզի։ Հիսուսը մարդոց կխոսեր որ իրենք լուրջ ունին որ պետք է ազատվին եւ եկեր կփորձեր որ օգնել որ իրենք հասկանան որ իրենք պետք է ազատվին։ Կփորձեր որ օգնել եւ ասել լսեցիք այդ բաները որ ձեր կյանքի մեջն է մի կարծեք նորմալ է ոչ ես եկել եմ ազատելու ցեզի ադոնց մե։ Ամեն Հալելույա։ Շարունակենք Հռոմեացիս 6-րդ գլուխ 16-րդ խոսք։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 16-րդ խոսք։ Եվ հիմա աս խոսքով պիտի փորձեմ քիչ մը կորզնական բաժինի անցնել սիրելիներ։ Որ ընդհանուր ես հիմա ընդհանուր կխոսիմ որ պիտի փորձեմ օգնել որ դու անցամբ հիմա ուր որ նստեր ես մեզի դիտողներ Աստծո խոսքով պիտի փորձեմ օգնել քեզի որ դու բացահայտես հետս ես կորձողություն մտնենք բացահայտես թե ինչը Աստծո մեկ ու կյանքիդ մեջ օգտեմ քեզի որ դու բացահայտես եւ գիտնաս ինչ է դարբերությունը Աստվածայինին եւ ոչ Աստվածայինին եւ նայեցեք Հռոմեացիս 6-րդ գլուխ 16-րդ խոսքը գսե չեք գիտեր թե որու որ անցերնիդ իբր ծարա ընձայեք հնազանդելու ծարա գլակ անոր Աստծո խոսքը գսորվեցնե որ մեր կյանքի մեջ ամեն ինչ որ մենք հնազանդության մեջ ենք ադոր մենք ադոր ծարան գտարնանք ես չեմ գիտեր բայց դու գիտես եւ Աստված գիտե կյանքիդ մեջ ինչ բաներ կա որ դու ծարայության մեջ ես հնազանդության մեջ ես ադոր Եվ ադոր բդուղը ինչ է, որովհետև, նայր ինչ կսե,
Նորե մի դիգարտամ անցերնիտ իբր ծարագն զայք հնազանդելու ծարագլակ անոր որում որ կհնազանդիկ Տուն որու որ կհնազանդիս ադոր ծարանես թե մեղքի որ Աստված գսե որ նայր թե մեղքի որ մահվան կդանի եւ թե հնազանդության որ արդարության հոս որ հնազանդության գրված է այսինքն Աստծո հնազանդելու Աստծո խոսքը գսե որ թե մեղքին եթե հնազանդիս որ մահվան կդանի իր ծարան կլաս եւ թե երբ որ Աստծո հնազանդիս արդարության ծառայող կլաս մեղքը շատ հսկա վերնակիր մնե բզդիկ բարե բայց հսկա վերնակիր մնե որուն դա կրնա շարվիլ ցանկացած բան որ մենք այսօր մասին կխոսենք կոր այսօր մեղքը եւ իր դեսակները որ չես կրնար վերջացնել հաշվեսնե Ադորամար լսեցեք ինձ սիրեներ Քաղտիկ մգա Աստծո խոսքեն գուզեմ որ ծերեդը բաժնեցիլ Սատանային համար գրված է որ ինքը գուզե բարթացնել ամեն բան Ուրիշ բարերով մեր հայերենով դժվարացնել ամեն բան Անգլերենով complicated անել ամեն բան Բայց Աստծո խոսքը գսե Պողոսը բարձ է Այն ազատության մասին որ ես կխոսեմ որ այսօր բարձ է հստակ է հայտնված է արդեն հերու չէ Գրնաս սելեդս հերու չէ Ադորամար սատանան կփորձե բարդացնե ամեն բան, դժվարացնե, complicated տնե, բայց Աստծո խոսքը բարձ է եւ հստակ։ Ասի ասելով ես կուզեմ քո մեջ աղոր բան մցանեմ, բարձ հավատք ունեցիր, հստակ։ Որովհետեւ նայեցեք, եւ որ հիմա ես քեզի մարդահարավերը եսելով մտածե։ Քո կյանքիդ մեջ ընդհանրապես ինչերու ծառայես։ Սերկտի բարձացնել հարցումը մի դարձնեմ։ Մարդ կա հոս մեկ մարդ աչե մարդիկ։ Բամը գիտեմ որ ասելով չեմ ասել, բայց ներսես գիտեմ որ գրնամասել։ Տուն բաներ գնես որ գիտես որ սխալ է, բայց չես կնար որ չունել։ Տուն իրեն զարան դարձերես։ Սկսար զանազանել ինչպես կրլաձարայությունը։ Որովհետև ամեն ինչ որ Աստուծո է, ստիպված չէ քեզի համար։ Աստված դրած է կյանքը եւ մահը գսե ընդրե։ Ադորամար ամեն ինչ որ Աստուծո է, արդարությունն է, ճշմարտությունն է, երկնքեն է, ստիպված չէ քեզի համար։ Ադիքո ազատ կամքին մեջն է։ Քեզի նգնես օրտնված կլաս։ Բայց ամեն ինչ որ քեզի ծառակ ուզե դարձնել։ Ադի անորենն է, որուն անուն է Սատանա։ Ամեն ինչ որ իր մեջ է եւ իր մեջ ուկա։ Բայց ամեն ինչ որ մեր Աստուծո մեջ ուկա, ադիգա սուրբ է եւ մաքուր եւ քու արչեւ դրված է որ ընդրես, եթե գուզես։ Հրաշալի է։ Դու այսպիսով գրնաս զանազանենալ իմ ասածս քու կյանքիդ մեջ, ամեն ինչ որ Աստուծո մեջ եւ Աստուծո մեջ է։ Ոչ մեկ ադեն, ոչ մեկ բան Աստուծո մեջ չի գրնար լալ եւ ադիգա ստիպման բլա։ Աստված նույնիսկ իր խոսքը իր միածին որդին դվավ եւ ասավ ով որ հավատա իրեն ազատ է, ով որ հավատա իրեն կտեսնի փրկություն։ Բայց Սատանայի կորձելացև ուրիշ է։ Ինքը ստրգացնել գուզե մարդկությունը։ Ինքը գուզե մեղքի ծառայության եւ լուծի տակ մտցնել։ Ինքը 24 ժամ չի գնար կորձելեն, որովհետեւ մարդիկ մտնեն մեղքի լուծի տակ։ Եվ ադի ունի իր ծևերը, ասեմ քեզի։ Ամեն անգամ որ մեղք կսեմ մի մտածեր շատ ֆանտաստիկ բաներ պետք է լա։ Դունի մեջ անխաղաղությունը, գրիվները, գիտես իսեմ սիրեներ, շատ կյանքեր կան, որ դուրսեն գեղեցիկ երևնան, բայց ներսեն չորցած են։ Շատ կյանքեր կան, որ գնայիս կսես, ինչ ուրախ է արդյոք ինքը, որովհետև երևույթ անանք կսե քեզի, բայց ներսը չի գա ուրախություն։ Որովհետև անորեն թշնամին ուզած է կործանել իրենց։ Ես սեզ իսեմ քաղտիկը, որովհետև գրված է։ Գսե թշնամին գուկա կողնալու, սպաննելու եւ գործընծնելու։ Այսօր քո ցերկերտ մեջ քաղտիկ մը վերցուր։ Ամեն ինչ որ քո կյանքիդ մեջ գտեսնես կողնագոր, կսպաննեգոր եւ կգործվիգոր ոչ թրական գողմեն, բացասական, ադիգա թշնամին է։ Ասի բանալի է։ Այնտեղ ուր որ գա թշնամին ինքը չի գրնար իր
էյություն են դուրս ելել։ Ինքը պիտի կողնա, ասման է գործընծնը։ Քննե։ Գյանքիդ մեջ, իրավիճակներում մեջ։ Ովևէ մեկ բան, որ գրնալալ անցյալեն Աստված է թերքու գյանքիդ մեջ։ Ամեն բնակավայր, որ մահվան հոդը ունի մեջը, ադի Աստուծո մեջ է։ Ֆիզիկական մահ չէ մսեր գորես։ Եվ որ հարաբերությունները կքանթվին ընտանեկան, ադ ընտանիքը մահացած վիճակի մեջ է, բայց փառք մեր Տիրոջը, որ մեր Աստված հարության Աստված է։ Ինքը գրնա կործանված ընտանիքները վերականգնել։ Փառք Հիսուսին ադորամար, բայց այս ամեն։ Եվ ասգար ջահոտ կա սրդիս մեջ Հիսուսի անունով կահոտ ենք ցանկացած ընտանիքի համար, որ կործանման եզրին են կամ կործանված են, Տեր Աստված քո ողորմությունը տլա իրենց վրա, իրենց սերունդի վրա եւ կխնդրենք քո փառքով ետ միապանես իրեն Հիսուսի անունով ետ միապանես իրենց Տեր Աստված ամեն եւ այսվիսով սիրելիներ դուք կտեսնեք այնպեսի խոսք մնա ես ուզեցի խոսիմ այնպեսի հարցեր դամ այնպեսի բաներ տնեմ քո մեջ որ դու սկսես տեսնել սկսես զանազանել եւ դու գիտակցես որ այսինչը իմ կյանքի մեջ բեկչելա այնինչ որ ինձ չի պատկանիր բեկչելա իմ կյանքի մեջ ամեն սիրելի Աստծո ժողովուրդ եւս մեկ անգամ 1000 անգամ միլիոն անգամ գարտացեք Տիրոջ խոսքը կաղաչեմ ցեզի որովհետեւ Տիրոջ խոսքը Դավիթը գսել լույս է իմ ճանապարհիս գարտացեք Տիրոջ խոսքը որ զանազանեք բարին եւ ճարը գարտացեք Տիրոջ խոսքը որ Աստված լուսավորեց իր մտքերը որովհետեւ աս եղած թեփքը այստեղ մի սեբեր հрьяներուն հետ եղավ գրնակ ու հետը դլա եթե դու նա չգիտնաս ինչ է պետք է ազատելաս դու նա է որ չգրնաս բդուղը զանազանել դու նա գրնաս սուղակի մեջ ինալ բայց ես քեզի լավ լուր գուտամ որ այսօր Փառք Հիսուսին քու ցերկերուտ մեջն է միայն ցեզի եթե բատմեմ ժամանակ դրամատրեմ բատմեմ անցալորը մեր քույրիկին հետ կխոսենք որ միայն եթե ցեզի իմ լսածներս բատմեմ թե աշխարհի մեջ ինչ մարդահարավերներու մեջ է Աստծո ժողովուրդը որ Աստվածաշունչ կարտան Գյանքի քինը վճարեն որ շատ մարդիկ սիրելիներ գյանքի եւ մահվան արչեւ գեցած են միայն որ Աստվածաշունչ կարտան բայց եւ որ քուքովդ գլա եւ փոշիկը գաբե ադիգա Աստծո սիրտը գլացնե չեմ չափազանցեր որ եթե գսեմ որ մահվանքին մարդիկ իրենց գյանքը գվճարեն որ միան հասնին ծևովը միան էսեզի գրնամն է էսել ինչպես այդ երկիներում մեջ արգելված է Աստծո ծառայողները ինչ ռիսկերու կմտնեն որ փամնեն քիրքը ինչի վերածեն քիրքը բայսակի վերածեն ինչ ասեմ որ միայն մտնե ադիգա ժողովրդին որ իրենք կարտան ինչու ծարավես որովհետև Պետրոսին ասածը Հիսուսը ասավ դու գաբիդ երթակ իր աշակերտներուն շատերը ցկեցին կացին իրեն ձանր խոսեցավ աշակերտներուն դարձավ ասավ դու գաբիդ երթակ Պետրոսը հասկացեր ասավ դեր ուր երթանք դու ունիս հավիտենական կյանքի խոսքերը դեր ուր երթանք դու ունիս հավիտենական կյանքի խոսքերը ով գրնա ինձ սորվեցնել հավիտենական կյանքի խոսքերը կյանքի արժեքները որ բարձր են այս աշխարհեն շատ վերին բաներն են իրենք սուրբ են եւ անարատ ադորամար սիրելի Աստծո ժողովուրդ ամեն գիրակի հոսք ուկաս Աստծո խոսքը գլսես փառք Աստծո Տելեֆոնով շատ կարոզներու գնայիս ադորամար ալ փառք Աստծո բայց ես քեզի ասեմ եթե դու անցամբ ժամանակ չես տրամադրել խոսքին հետ դու մեծ բան բագաս ունես կյանքիդ մեջ ասի չեմ ասել որ ես քու սերուտ վրա տոններ ծանրություն ցնեմ ասի ես կսեմ որ քու ուսերու վրա տոն ծանրությունները ելլե որովհետև դու եւ որ գնստիս Աստծո խոսքը գարտաս եւ առաջ որ գարտաս կսես դեր դու ինձ սորվեցուր գարտացած ադեն ասանք կլաս շատ ադեներ ես հիմա
արդահայտությունը բիտնեմ ֆիզիկական չէ, բայց ներսետ ասանք կլասնե։ Ասանք ցանկդ կփոխվի։ Ես շատ բաները ազատագրված եմ չեմ հիշեր երբ, բայց գիտեմ, երբ որ նստեր էի գարտայի որ գսե որ սիրեցեք ձեր տշտամիները, բարի կնեք ցեզյանի ձողներուն։ Գիտես, երբ որ ինքը իմ հետ կխոսի, որ իմ սրդին հետ կխոսի, որ իմ սրդեն բաները սկսավ ելնել, բաներ մտնել։ Ես շատ օրտնվեցա եւ գործնվիմ ամեն ժամանակ, երբ լսեմ Աստծո զարաներեն քարոզներ, աս ամենը փառք Տիրոջ, վերջաշան ասի է Տիրոջ կամքը, բայց թուն անցամբ Տիրոջ գիտության հետ պիտի մեկը լաս։ Ժամանակ չունիմ սուդը ար աղբտապ է։ Ես բոլորին գսեմ, ժամանակ չունիս 10 վարգան ունիս 10 վարգան աշխարհեն գրնաս անչադվիլ սրդանց փամը առնել Աստված գիտես ինչ կսեր խոսքի մեջ գսե քիչիտ մեջ հավադարի մեղր ես քեզ շատ ուդամ Աստծո համար կարևոր չէ դու օրական քանի գլուխ կգարտաս Աստծո համար կարևոր է քու ներսի ծարավը ես այսօր ալ գուզեմ ուդել դեր ջաշ գուզեմ ուդել հոգևոր 10 վարգան ունիմ բայց գուզեմ Աստված կսե խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի Մեր սրդերը Աստծո արժևն են սիրելիներ բայց ինչու գիտեք ասան գաղաչեմ գոր Էհա որովհետեւ գնեղվիս եւ որ դեսնես մարդիկ խավարի մեջ են եւ ադորաբաջարը մեկ է Աստծո գիտությունը չունենալու պատճառով քացին մտան ամեն ինչի մեջ Ես ալ Աստծո գիտությունը չունենալու պատճառով ինչերու մեջ մտերեի Գաղաղեմ գոր գաղաչեմ գոր գարտացեք Տիրոջ խոսքը Ոչ թե գարտալու սիրուն բայց որովհետեւ Աստված խոսի եւ սորվեցնեց ես իր խոսքով Ամեն Եվ այսպիսով սիրելիներ Որտին եթե ցեզի ազատ ընե դուք ճշմարտապես ազատ կլաք Ասե հետս մեկ անուն գա Ատ անունին մասին ասանք ցած չեն խոսիր Ասե հետս մեկ անուն գա Երկնքի եւ երկրի վրա Աստծո որդին Հիսուս Քրիստոսը Ինքը գրնա ազատել Ինքը գրնա ազատել Եվ Հիսուս Քրիստոսը այսօր մեր մեջ է Գանչեցեք ինձ եւ ես ցեզի պատասխան բիդամ գսե Աստված Ես չեմ ուզեր որ հիմա Աստված կենա եւ նայի էսե ով անհավատ սերունդ ոչ գիտես Աստված թողնայի թողոսե Ահա իմ սիրելի որդիներս որուն ես կհավնիմ Բարս բանի համար քանի կհավատան իմ անվանը Հիմա նայեցեք, եթե որդին ազատ է, դուք ազատ պիտի ելաք։ Ասե հետս ինչ սավ ճշմարտապես ազատ պիտի ելաք։ Եվ եկերը գսորվեցնեք որ ճշմարտությունը պիտի լսեք եւ ցեզի պիտի ազատ է։ Հետո քիչ մարշև ինչ կսե։ Այն ճշմարտության մասին գխոսի, որ ունի զորություն ազատելու գսե ես եմ ճշմարտությունը։ Հովանես ավետարանի մեջ ինչ կսե։ Կսե ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորոկով չի կարի եթե ոչ ինձմով։ Հիսուս այդ ճշմարտության մասին որ գխոսի, հետո մատը գտնե գսե լսեցեք ես եմ ճշմարտությունը։ Ես կրնամ ցեզի ազատել։ Ես ցեզի կրնամ ազատել ամեն մեղքի ծառայություն է։ Դուք այլևս լսեցեք դուք այլևս բարդավոր չեք, ես գիտես գարձես Հիսուսը գսե դուք այլևս բարդավոր չեք մեղքի ծառան լալու ես կրնամ ազատել ցեզի որովհետև երբ որ ճշմարտությունը գլսեք որովհետև երբ որ ճշմարտության գանտվիկ որովհետև երբ որ ճշմարտության հանդերձներուն գտնակ այդ ճշմարտությունը ունի զորություն ազատելու ցեզի զորություն ունի ազատելու ցեզի գսե գուքային եւ գտնային իր հանդերձին որովհետև իր մեջ զորություն գելեր այսօր տունոս բիդիկաս բիդի տնաս իր հանդերձին ինչով գիտես հավատքդ Քո հավատքդ այն կորձողությունն է, որ գելլե քեզմե եւ դիրոց զորությունը գարցակե քո վրա։ Գսե ճշմարտությունը ցեզի գազադե։ Ես եմ ճշմարտությունը գսե։ Այսինքն գիտես, եւ որ գմդածեմ լավ լուր գա ճշմարտությունը ինքը անցամբ ներկա է։ Պետք է զորավոր դեղափոխություն մըլա։
ասի մեզի համար չեմ ասել միան բոլոր մեր եղբայրներ քույրերուն համար ամեն հալելույա գահավադամ ասելեն ճշմարիտ հարաբերության եւ հավատքի այն ճշմարիտ Աստծո հետ որ ես գիտեմ ամեն որ Տերը որ ճշմարտությունն է ինքը ինձ ու գազադ է մեղ կա կյանքիդ մեջ արդեն այնքան քիթը բարձրացուցեր է արդեն այնքան հսկայացեր է որ ինչպես մի դազատվից տունատք է Հիսուս կսե ճշմարտությունը որ ես եմ ազատ կարծակե քեզի ինչ պիտնեմ պիտ հավատաս ես կփորձեմ որ սրդեր շարժել հավատքի սրդեր որովհետև դերը այստեղ է ասիկա գրնաս գրել քովդ հետաքրքիր բանից ճշմարտությունը միայն ազատելու զորություն չունի այլ քեզի ազատության մեջ բահելու զորություն ունի աս հայտարարությունը պետք է ագանչներուց սրդիդ վրա կրվի ճշմարտությունը որ Հիսուս Քրիստոսն է միայն քեզի ազատելու զորություն չունի այլ քեզի ազատության մեջ բահելու զորություն ունի որովհետև դու կյանքիդ մեջ շատ ադեններ բաները ազատվել ես ետ դարձել ես on ես քեզի եկել եմ այսօր ասելու բարելուր Քրիստոսը քեզի ազատության մեջ նաև կբահե այդ հաղթական թիրքը որ քեզի համար է ես կուզեմ դու վերցնես այսօր գպավե այլևս ժամանակը վերջացած է որ դու ասես վարժը վերեն կլագոր բերնես կելեգոր բիչի ելե բերնետ Քրիստոսի գազադե քեզի հավատա եղբայր հավատացել ես որ 20 տարի գահայես չես կնար գոր ազատվիլ չես հավատար գոր այն արյան որ թափվեցավ որ գսե ես գազադեմ հավատա ժամանակն է ասան գնելու այո գահավատամ ամենաադիկ խնդրվի քեզվե բայց եկեք հավատանք ադոր գպավե հարմարվինք մեր մեղքերուն հետ գպավե հարմարվինք մեր սխալներուն հետ ասես քեզ չեմ ասել որ դու նոս նստիս մեղավոր գարկավիճակի մեջ դու ես կուզեմ որ ոս նստիս at հաղթական թիրքիդ վրա որ դու ազատ ես ազատության ճանապարհը Հիսուս Քրիստոսն է ասկան բարձ վերնակիր ասկան բարձ պատասխան բայց մեծ զորություն Հիսուս Քրիստոսը հալելույա հալելույա ազատության ճանապարհը Հիսուս Քրիստոսն է մեկ անուն երկնքի երկրի վրա որ ունի ամբողջ իշխանությունը զորությունը եւ փառքը Հիսուս Քրիստոս Նազովրեցի Հիսուս Քրիստոս Նազովրեցի եթե Հավիդյան իր անունը կանչենք ինք արժանի Ինչ կսես ազատության ճանապարհը գրնաս չեմ գիտեր աչքերդ կկոսես մը բացմը գրնաս ասանք կենալ հիմա on նստած եւ իմ ասածից մասին մտածես կյանք որ գրնա ազատվիլ եւ գմնա ազատության մեջ ինչեր է ամեն տեսակ մեղքեր է ասկան թյուրին այո ամեն տեսակ մեղքեր է ամեն տեսակ գաբանքներ է ամեն տեսակ վարժություններ է Սիրեներ բամը ասեմ վարժությունը սի ամիտ կսեգավ որբես Աստծո ժողովուրդ մանավանդ երդասարտները լավ թողբանան երեց ագանշները որբես Աստծո ժողովուրդ եւ զավակներ մենք այնքան վերին արժեքները պետք է ունենանք որ մեզի համար շատ տելեֆոնին չնայելը դժվար վիճելա սիրեներ Կրնաս ազատության մեջ ապրիլ գսես ես պետք է կորզածեմ չափով լսե ինձ դու ազատ ես դու որոշես ժամանակն է ասկիչ մգար ձեր խոսքերուս բարձրանաս ուրիշ տեղ Պատկերացնես եթե երդասարտ ես եւ ես քեզի գսեմ որ չեմ գիտեր պատկերացնես դու բայկարի մեջ ես որ տելեֆոնը չատ չի կորզածես դու շատ պետք է անցածը լայրատկե Հիսուս Քրիստոսը մեր բրգիչը ունի զորություն կանթելու եւ գառուցելու Հալելույա Հալելույա
Աստված իր խոսքի մեջ կսե ես իմ սիրողներուն կհանդիմանեմ։ Եվ ես ակավելցնեմ երանելի են այն ագանչները, որ գլսեն դիրոջ հանդիմանությունը։ Երանելի են այդ ագանչները, որ գլսեն դիրոջ հանդիմանությունը, ինչու, որովհետև եթե գա հոր հանդիմանությունը, ուրեմն գա հույս ածավագեն։ Եթե հայրը գհանդիմանե իր որդին, որ փոխվի, ուրեմն հույսը չէ գդրած, գսեգոր, որ փոխվի, հալելույա։ Բոլոր հայրերը եւ մայրերը թողոսեն ամեն։ Ես քեզի բարելուր ունեմ, մեր երկնավոր հայրը իր հույսը երբեք չի գդրել մեզ։ Հալելույա։ Ամեն։ Մեղքը գլխավոր վերնակիրն է, քիչ առաջացի։ Ուրեմն գլխավոր հարցերը կսկսին բոլորիս հետ կապված է ասի մարդու կյանքի մեջ։ Հիմա քիչ մը ավելի կսորվից կորտուն ինչ պիտի լա։ Գլխավոր հարցերը կսկսին մարդու կյանքի մեջ ամենաշատ ժառանգական ծնողներու մեղքերն եւ անեծներն։ Այսինքն մեծամասամբ հարցերը կսկսի մանկության ժառանգական անեծքի եւ ծնողներու մեղքերու հետևանքով։ Բայց այնքան աղվոր հայտարարություն ունեմ քեզի, նայր։ Այդ ամենը, որ դու ժառանգեցիր, ասի շատ լավ լսես։ Այդ ամենը, որ ժառանգեցիր, քու որոշումով չէր։ Դու ուզեցիր չէ։ Դու եկար այդ սերունդի ծնողի եւ գուզեմ մեկում հանդեպ սիրտը չգարձացնես։ Քու մայրդ, հայրդ քու տշտամիտ չեն։ Տշտամին սատանան է։ Եվ նա ինչ ավոր բան մգա։ Քու որոշումը չէ, որ այսօր կյանքիդ մեջն է ադոնք այդ ժառանգությունները, բայց ավոր լուր մգա։ Քու որոշումով չէր, որ այսօր կյանքիդ մեջն է, բայց քու որոշումով դե, որ այսօր պիտի մնա կամ ոչ։ Այն ժառանգական բոլոր անեծները, մեղքերն ու այդ բոլորը։ Ես հիմա օրինակ նույնիսկ դու միտքիտնաս։ Մարդ գա, ես մեկում համար չեմ ասել, որ օրինակ։ Մարդ գա, աս օրինակը գա միտքս։ Քող է։ Բարին փունի մաստով, իր կյանքին մեջ քող է։ Որովհետև ուրիշ է, որ դու կյանքիդ մեջ մի անգամ կքողնաս, սխալ գնես, կաշխարես, ադի աստծո ներողություն կխնդրես, բայց ուրիշ է, որ դու ոչ թե դու քող ես։ Հիմա դարբերություն ունայր։ Գտեսնես, այսօր զավակները եկան մեծան, ադոն գալ քողեն։ Ինչ դու գարձես որ բադահական է ասի։ Ասի այն է, որ մենք խոսենք որ հոգևոր ժառանգությունը եւ այդ հոգևոր չար ոգիներու ներկայությունը այն սերունդի մեջ, որ քողին է դևեն ելլեգոր։ Ադի բադահական չէ։ Ասի օրինակ մներ։ Բայց ինչ է իմ ասածս, որ քու որոշումով չէր, որ ադի անցավ քեզի, բայց քու որոշումով դե այսօր, որ ադի չի շարունակվի քեզ մե։ Այսօր քու որոշումը դե ինչու, որովհետև ճշմարտությունը Հիսուս Քրիստոսը եկած է քեզի ազատ արձակելու։ Այսօր պատմությունը կփոխվի։ Քու անունետ վերջ։ Ինչպես թուն ազատ գլած ժառանգական անեծներն։ Ուրիշ, երկրորդ գլխավորը ինչ է։ Մեկ հատ ասենք մանկություն, երկրորդ գլխավորը մեղքեր որ թուն կորձերես եւ ադոնց բաժարով թուրեր բացերես չար հոգիներուն, այսինքն մեղքեր, որ անցամ քու անցդ ընթացքին կյանքիդ մեջ թուն բացերես այդ դռները եւ ադի չեմ գիտեր ուր հասեր է հիմա։ Ասոն գլխավոր վերնակիրներն են ասեմ, որ ասոնց տական հազարավոր բաժարներ, որ ինչու այդպես եւ այլն։ Ամեն։ Հիմա հարց կուկացես մե։ Ինչպես գիտնամ, եթե ժառանգական անեծքի դագեմ։ Ավոր հարցը, ինչպես գիտնամ։ Կամ ինչպես գիտնամ մեղքերուս բաժարով արիտ դվածեմ չար հոգիներուն մուտք գործել իմ կյանք։ Երկու բան։ Ինչպես գիտնամ, եթե հիմա անեծքի դագեմ, եւ ինչպես գիտնամ, եթե իմ մեղքերուս բաժարով չար հոգիները թեր կյանքիս մեջն են։ Հիմա ես կսկսեմ որ նշել բաներ, որ դու գրնաս բռնեցնել։ Եվ ուրիշ բան ասեմ սեզի կարևոր։ Այստեղ սիրեներ ոչ մեկս երկինքեն չեն գիչած։ Ինչու ասես գիտես, որ սատանան քեզի չխապե ասելով, գիտես քու սխալներդ մեջտեղ ելեգոր։ Լսեցեք սիրեներ, այստեղ մենք եկեր ենք ցերկի դալու, Աստծո գամքին մեջ լալու եւ թող խայդարակվի սատանայի ամեն ծրագիրները։ Եթե դու այսօր
Մեղմ ունից կյանքիդ մեջ եւ պիտի քաս ոստեղը որ աղոթեմ քեզի համար, քեզի ասեմ խոնարհվիր եկուր, որովհետեւ այստեղ մեգերնիս կադարիալ չենք, դերն է կադարիալ, բայց բոլորս Աստծո շնորհքով դեպի կադարելություն կփորձենք կորերտալ։ Ադորամար մեգս մույսին ավելի չենք ոչ ալ բագասենք։ Ամեն։ Մենք պետք է այնքան խոնարհանանք, որ ասենք այս մեղք ունեմ պետք է ազատվեմ։ Ասի աչը բարձ է։ Հիմա սկսեմ նշել, գետեր։ Գբրնես։ Ես սկսեմ տուն գբրնես։ Քիչ առաջ բան մասին օրեմ իջեշտեմ։ Եթե կյանքիդ մեջ կան մեղքեր, որ շարունակողական կյանքիդ մեջ են։ Գրկնվող մեղքեր, գրկնվող։ Ասպարը պիտի փանալին լա։ Շարունակվող բարը պիտի փանալին լա։ Ինչու՞։ Որովհետև ամեն ինչ որ շարունակողական է, ադիգա նշան է որ գա թիվային ներկայություն։ Հիմա մեղքեր որ տուն չես կրնար չնել։ Ինչ ադորանուն չեմ գիտեր։ Նույնիսկ եթե գիտես որ բեք չենես, բայց չես կրնար գործունել։ Ամենաբզդիգեն ամենամեծը։ Եթե այնպիսի բամմագա կյանքիդ մեջ նշան է որ պետք է ազատագրվես։ Եթե անունը մեղք է ադոր, օքեյ։ Հիմա եթե շատ տելեֆոնով գխաս կոր անակ մեկ չոր մեղքի դագես ինչ։ Եթե անունը մեղք է, Աստծո խոսքը ինչու գիտեք որ քննեք։ Եթե ասոր դագես պետք է որոշես չլալ։ Ադե։ Հիմա բայց գա թիվային աստեցությունը դա գա որ քեզի գտանի addiction-ներու։ Հիմա նայեցեք։ Ասի առաջին շարունակվող անհաջողություններ։ Այդ անհաջողության անունը ինչ կտնես չեմ գիտեր։ Եթե կյանքիդ մեջ ընտանիքիդ մեջ կա շարունակվող անհաջողություններ։ Ադի գրնալալ կորձը, ադի գրնալալ ովևէ մեկ բան որ դու որոշես որ ինչ որ բան մանել, շարունակվող անհաջողություններ։ Շարունակվող բառը շատ մի չեշտեմ, որովհետև անակ մեկ չէ որ կյանքիդ մեջ բանը որոշել ես, փորձել ես, չեղած հիմա հոսքաս ասես պետք է ազատվիմ թևերեն, չէ, անանք չէ։ Բայց ինչ որ ես կսեմ որ ավելի ժառանգական է եւ գամ տուն թուրբացել ես։ Շարունակվող անհաջողություններ։ Երրորդը շարունակողական արգածներ։ Արգած։ Ուրիշ բարերով ակսիդան օրինակ։ Լսե։ Եթե 200 գքշես կոր եւ քեզի բան մը եղավ ասել չէ օ դեսար սատանան հարցակեցավ չէ գներես 200 չքշեիր բայց եթե քու կյանքիդ մեջ շարունակվող ակսիդաններ կա որ քու հիմարության պատճառով չէ շարունակվող բառն է բանալին հոն բան մգա որ պետք է աղոթվի հոն բան մգա որ պետք է կանտվի բան մգա շարանկական Գամ ժառանգական է գամ թուն բացել ես դուր։ Գրնակու զավակներու չարնակվի եթե չազատվիս։ Լսեցիք ասի լավ արգածներ, բայց միան ակսիդան չէ, ուրիշ անունը ինչ կտնես չեմ գիտեր։ Ադոր դեսակ բաներ, որ կշարնակվին միշտ, չէ ասեմ քեզի չհարմարվիս։ Ասի այն փախտս է չսես, հուսահատներով ես չի խոսիկ, մենք Աստված ունենք, մեր կյանքը օդի մեջ չէ գախված։ Ուրիշ շարնակվող Չար երազներ։ Եթե երազներուտ մեջ շատ հարցակումներ ունիս, թիվային, ինչպես կրնամ բացադրել ասի, մեկ վերնակիր կրնամ դալ, որովհետև մանրամասն շատ է։ Ամեն տեսակ բիղծ բաներ։ Բայց շարունակողականն է եթե հոն նշան է որ ազատվելու գարիկը գա։ Այսինքն, չգիտեմ դարին 2 անգամ եթե դեսար երազիտ մեջ հարցակում, ադի հարցակում է։ Գարտնաս գսես Հիսուսյանով գկանտեմ գվերշանա։ Բայց եթե միշտ քու կյանքիդ մեջ երազներդ մութ են, այսօր Հիսուս քեզ ազատ պետք է հարցակե, դու պետք է ադի գիտնաս բայց։ Անանք, գիտես ասենք գարդես ասենք պամնագա։ Երազ է, չէ։ Դու պետք է բարգիս երազներ դեսնես ավոր։ Ամեն։ Գսե վերջին ժամանակներուն իմ օքիս վիդի տապեմ եւ երազներ եւ դեսիկներ վիդի դեսնեն։ Աստվածային երազներ դեսիկներ։ Ադոնամար ժամանակն է ադիգա քանթվի։ Ուրիշ շարունակվող ֆինանսական անհաջողություններ հարցեր։ Շարունակվող։ Եթե կյանքիդ մեջ գա աղքատության շուկ, շարունակողական անհաջողություն։ Ադիգա նշան է։ Ուրիշ
Շարունակվող հարաբերություններու անհամաձայնություններ։ Ընտանիքներու մեջ ամուսինգին, զավակներ, ընդհանուր կյանքիդ մեջ եթե հարաբերություններուդ մեջ միշտ գործանում կա։ Շատ մեծ հավանաբար պետք է աղոթվի ադոր համար, որպեսզի բամը կանթվի։ Շարունակվող դեպրեսիա, ձաննապերնվածություն, անհանգստություններ, շարունակվող։ Այսինքն աս շատ կարևոր է, օքեյ։ Որ վաղը չելես քիչ մասանք դեսակ մը գսկաս որ գարձես թե պետք է ազատվի։ Չէ, ամեն ինչին յետևը չար ոգի չէ գեցած, բայց եթե գեցերը իր նշանները ունի։ Շարունակվող դեպրեսիա, ձաննապերնվածություն, անհանգստություններ նշաններ են։ Եվ մույսը շարունակվող հիվանդություններ։ Ընտանիքիդ մեջ, քու կյանքիդ մեջ։ Չգիտեմ, 2 ամիս անգամ բամ ունիս, ադի նորմալ չէ։ Նորեն գսեմ, որ այդ բաժինը որ թուն լավ նայես խումարմինիդ ադալ կարևոր է։ Հիմա գներեք, բայց ասեմ, այսինքն 50 տարի եթե յուղ ուդես, հետո գլխուդ բամ մկա միսեր պետք է ազատագրվին, պետք չէ յուղ ուդես։ Բայց կան շարունակվող հիվանդություններ, որոնց յետևը գեցած են թիվային ուժեր։ Օրինակ, ամեն կանցերի յետև չէ որ թիվային ներկայություն կա, բայց կան կանցերի հիվանդություններ, որ յետևը գեցած է չար ոգի։ Չար ոգին գերտա, կանցերը գերտա։ Ամեն հիվանդություններ չէ որ անանգ է, բայց ես քեզի բանալին գուտամ որ եթե շարունակվող հիվանդության հարց կա, ուրեմն պետք է աղոթվի ազատագրման համար։ Ասոնք գլխավոր վերնակիրներն են սիրելիներ, դուք մանրամասնորեն ավելի գիտեք։ Խնդրեմ ոտքի գնաք։ Ասամենը հսիցեզի։ Հիմա ծերեդը պիտի գրտնեմ 4 գետեր, բարզ հստակ։ 4 գետեր ասամեն ինչ են դուրս գալու համար, փանալիներ, պատրաստ ես առնելու։ Առաջինը հավատալ եւ վստահել ազատողին։ Մեր ազատողը ով է? Հիսուսը։ Հավատալ եւ վստահել, առաջին քայլ, 4 քայլ վիդամ։ Կարևոր, որ դու չեկած սրտիդ մեջ գործողություն մալա։ Անունը չեմ գիտեր այդ մեղքին ինչ է, բայց Քրիստոսի անունը ավելի բարձր է։ Հիվանդության անունը ինչ է չեմ գիտեր, բայց Քրիստոսի անունը այդ հիվանդություն ավելի մեծ է։ Առաջին քայլ հավատալ եւ վստահել ազատողին։ Քու ուժերով կարողություններով չէ։ Այդ գինը գիշեք ամեն ինչ հրավ չգրծավ ազատվել, Հիսուսը ազատեց իրեն։ 2. Հանձնվել ազատողին։ Մենք պետք է սորվենք հանձնվել։ Հավատալ, վստահել, յետքը հանձնվել։ Գրնաս հանձնել։ Ոչ թե մեր հարցերը, մեր կյանքը, պետք է մեր կյանքը հանձնենք։ 3. Խոսքերուն ականջ տալ, ազատողին խոսքերուն ականջ տալ։ Ասի ես էզի խոսիմ որ մեր կյանքը պետք է դառնա ոչ թե հիմա։ Ազատողին խոսքերուն ականջ պիտի դաս, միշտ բացի դել ականջներդ։ 4. Հնազանդիս ազատողին։ 4 կետ։ Բարզ, բայց սորավոր։ Առաջինը հավատաս եւ վստահես այն ազատողին, որուն անունն է Հիսուս։ Երկրորդը հանձնվի սիրեն, հանձնես իրեն ամեն բան։ Երրորդը ականջ տաս իր խոսքերուն։ 4. Լսած խոսքերուդ հնազանդիս։ Այս 4 կետերը քեզի կբահեն ազատության մեջ։ Քրիստոսին հետ կա ազատություն։ Ամեն։ Գխնդրեմ բարապանության խումբը կա։ Եվ հիմա կարևոր գաղտնիքը առաջինը որոսի հավատն էր։ Հավատաս ազատողինսի, չէ՞։ Հավատքի մասին եթե խոսենք, ուրեմն չենք խոսիր գոր զգացումներու մասին։ Ուրեմն չենք խոսիր գոր երևույթի մասին։ Չենք խոսիր գոր հիմա դու ինչ կզգաս գոր։ Հիմա դու ինչ կտեսնես գոր։ Հիմա քո միտքիդ մեջ ինչ կա։ Հավատքը չերևացող բաներու աբացույցն է։ Դու միտ հավատաս ազատողին եւ վերջ։ Կարևոր չէ դու հիմա ինչ կզգաս գոր։ Ինչ աբրեցար 3 Ինչ աբրեցար 3 ժամ առաջ։ Ամեն բան մեկ կողմ։ Հիմա դու քո հավատքդ պիտի ցույց տաս Տիրոջը։ Մեկ բան ասելով։ Դեր հիվանդ եմ, դու ես բժշկողը։ Դեր ասինչ մեղք ունեմ, դու ես ազատողը։ Ես կհավատամ։ Ամեն։